Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Հետևյալ օրը դարձյալ կանգնած էր Հովանեսը, նաեւ իր աշակերտներից երկուսը։ Եվ նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը գառն Աստուծո»։ Երկու աշակերտներ նրանից լսեցին ինչ որ խոսեց եւ գնացին Հիսուսի ետևից։ Երբ Հիսուս ետ դարձավ եւ տեսավ նրանց, որ գալիս էին իր ետևից, ասաց նրանց. «Ինչ եք ուզում»։ Նրանք ասացին. «Ռաբբի», որ թարգմանվում է վարդապետ, «Ուր է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկեք եւ տեսեք»։ Եկան եւ տեսան, թե որտեղ էր նրա օթևանը, եւ այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետեւ մոտ ժամը 4-ն էր։ Սիմոն Պետրոսի եղբայրը Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովանեսի ասածը եւ գնացին Հիսուսի ետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին եւ նրան ասում է. «Գտանք Մեսիային», որ թարգմանվում է Քրիստոս։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ, նայելով նրան Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս», որ թարգմանվում է Պետրոս։ Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել, գտավ Փիլիպոսին եւ նրան ասաց. «Արի իմ ետևից»։ Եվ Փիլիպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի եւ Պետրոսի քաղաքից։ Փիլիպոսը գտնում է Նաթանայելին եւ նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ եւ մարգարեները գրել են, գտանք նրան»։ Հիսուսին, Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպոսը նրան ասաց. «Արի եւ տես»։ Եվ երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրան. «Ահավասիկ իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղից ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց նրան եւ ասաց. «Ռաբբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Նրա համար ես հավատում, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին բարձրանալիս եւ իջնելիս մարդու որդու վրա»։ Հովանու ավետարանի առաջին գլխից էր այս հատվածը, որտեղ հիշատակվում են այն երկու առաքյալները, որոնց տոնը այսօր կատարում է մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին։ Այսօր տոնն է Անդրեաս եւ Փիլիպոս առաքյալների։ Ես այս հատվածից մի երկու կետի վրա եմ ուզում մեր ուշադրությունը բևեռել։ Նախ, ասում է Հովանես Մկրտիչը իր երկու աշակերտների հետ կանգնած էր եւ տեսավ, որ Հիսուսն անցնում է եւ աշակերտներին ասաց. «Ահա Քրիստոսը, Աստծո գառը»։ Եվ ասում է անմիջապես այդ երկու աշակերտները գնացին Հիսուսի ետևից։ Տեսնում ենք ավետարանից, որ աշակերտներից մեկի անունը տրվում է, դա Անդրեաս առաքյալն էր, մյուսի անունը չի տրվում, թեև բոլոր մեկնիչները համակարծիք են, որ դա Հովանես ավետարանիչն էր, ով որ գրել է այս ավետարանը։ Գնացին Հիսուսի ետևից։ Այստեղ առաջի կետը, որի վրա ուզում եմ կանգ առնել։ Իրենք նախապես Հովանես Մկրտչի աշակերտներն էին։ Հովանես Մկրտիչը իրենց ուսուցիչն էր, իրենց վարդապետն էր։ Եվ երբ որ իրենց վարդապետը իրենց մի բան ասեց, իրենք չքննարկեցին, չտվեցին ու չառան, չասեցին դու որտեղից գիտես,
կամ ինչ գիտես, որ սա Քրիստոսն է, այլ հնազանդվեցին իրենց ուսուցչի հրամանին եւ գնացին։ Մենք այսօր այս խնդիրն ունենք։ Մենք չենք հնազանդվում մեր առաջնորդներին, մեր ուսուցիչներին։ Իրանք մի բան են ասում, ասում ենք, ճիշտ են ասում, թե սխալ են ասում։ Արդյոք տենց է, թե արդյոք տենց չի։ Ինչի է տենց, ինչի տենց չի, եւ դրա համար էլ ոչ մի բան չենք գտնում։ Այսինքն մենք ամեն մեկս մեզ գիտունի, իմաստունի, առաջնորդի, ուսուցչի տեղ ենք դնում։ Եվ մենք երբեք մեզ աշակերտի տեղ չենք դնում, որ պետքա լսել, պետքա սովորել, նամանավանդ հոգևոր հարցերի մեջ։ Ինչքան հավատացյալ ունենք, այդքան էլ վարդապետ ունենք։ Եվ ամեն մեկ իր վարդապետությունն ունի։ Այնինչ հակառակը պիտի լիներ, մենք բոլորս պիտի լինենք աշակերտ եւ մեկ վարդապետ ունենենք։ Հիսուս Քրիստոս եւ Հիսուս Քրիստոսի կողմից կարգված մեր եկեղեցու առաջնորդները, որոնք մեզ հովում են, քահանաները, վարդապետները, եպիսկոպոսները, Հովանեսի աշակերտները անվերապահորեն լսեցին Հովանեսին եւ գնացին Հիսուսի ետևից։ Հաջորդ օրը, ասում է, Անդրեասը գնաց իր եղբայր Պետրոսի մոտ եւ ինչ ասեց։ Ասում է, գտանք, ում գտան, Մեսիային գտանք, Քրիստոսին գտանք, որտեղ ամբողջ հրեա ժողովուրդը սպասումն ուներ Քրիստոսի։ Եվ ասում է, գտանք Մեսիային։ Տեսեք, երբ Հովանես իրենց ուղղորդեց, ասեց, ահա Քրիստոսը, մատնացույց արեց, որ սա է Քրիստոսը, Աստծո որդին։ Բայց իրենք գնացին, ամբողջ գիշեր մնացին Քրիստոսի մոտ եւ արդեն իրենք համոզվեցին, իրենք հաստատվեցին դրա մեջ եւ մյուս օրը հաստատակամորեն իր եղբորն ասում է գտանք։ Հետո իր եղբորը բերեց Քրիստոսի մոտ, Քրիստոսն ասեց դու վեմ ես, Պետրոս պիտի կոչվես եւ այլն եւ այլն։ Հաջորդ օր ասում Քրիստոսն իր ետևից կանչեց Փիլիպոսին, որը նույնպես այդ նույն քաղաքից էր, ինչ որ Անդրեասն ու Պետրոսը, ասեց արի իմ ետևից։ Եվ ասում է Փիլիպոսը գնաց գտավ ընկերոջը Նաթանայելին, որ մեր Բարթողոմեոս առաքյալն է, եւ ինչ ասեց։ Ասեց գտանք Մեսիային։ Նորից ասում է գտանք։ Եվ ես այսօր ուզում եմ կենտրոնանալ սրա վրա, գտնելու վրա։ Ամեն մարդ այս կյանքում պիտի մի օր գտնի Աստծուն, պիտի մի օր գտնի Մեսիային, պիտի մի օր գտնի Քրիստոսին, եւ գտնելուց հետո պիտի ընթանա իր ետևից։ Երբ որ մենք կարդում ենք ավետարանները Գործք առաքելոցը, տեսնում ենք, որ առաքյալները գտան եւ ընթացան Քրիստոսի ետևից, բայց այս ընթացքը հարթ ու խաղաղ չէր, այդ ընթացքը սահուն չէր, այդ ընթացքը խոչընդոտներով էր լեցուն, տարակույսներով էր լեցուն, երբեմն տարակուսում էին, երբեմն բաներ էին ասում, որ Քրիստոս իրենց խիստ հանդիմանում էր, երբեմն հուսահատվեցին, երբ Քրիստոսին ձերբակալեցին, թողեցին ու փախան, երբ հարության լուրը լսեցին, տարակուսեցին։ Այսինքն սա մի ընթացք է, որ ապրում է ամեն մի մարդ, նույնիսկ Քրիստոսին գտնող մարդ, իր հավատքի կյանքի մեջ ունենում է վերելքներ, անկումներ, տարակույսներ, հուսահատություններ, տկարություններ, բայց շատ կարևոր է, որ մենք ամեն անգամ նորից վերագտնենք։ Օրինակ, Քրիստոսի խաչելությունից հետո, երբ Քրիստոս հարություն էր առել, բայց առաքյալները դեռ լիովին համոզված կամ հաստատված չէին, նույն Հովանես ավետարանիչը պատմի, ասում է առաքյալներից 7 հոգի, անունները տալիս է, 5-ի մնաց, ասում է եւս 2-ը, գնացին ձուկ բռնելու Գալիլեական լճակում։ Այսինքն ինչ եղավ։ Այս մարդիկ ձկնորս էին։ Քրիստոս կանչեց, ասեց ձկնորսությունը թողեք։ Ես ձեզ այսուհետև մարդկանց որսորդ եմ դարձնելու։ Եվ 3 տարի Քրիստոսի հետ շրջեցին, հիմա Քրիստոսի խաչելությունից հետո նորից թողեցին,
անցան իրենց հին արհեստին, նորից գնացին ձուկ բռնելու։ Կորցրին Քրիստոսին, ինչ որ առումով կարող է եւ կորցրին։ Եվ Քրիստոս հայտնվեց լճակի ափին, հիշում եք, եւ ասես տղաներ, ուտելու բան չունեք, ուրկանը գցեք ես կողմ են կողմ, վերջը գցեցին ձկների բազմություն, որսացին, եկան եւ ճանաչեցին Քրիստոսին։ Այսինքն նորից գտան Քրիստոսին։ Պետրոսը, որ ուրացել էր մինչ այդ, վերահաստատվեց, գտավ Քրիստոսին։ Քրիստոս 3 անգամ ասել. «Սիրում ես ինձ, Պետրոս»։ Նույնիսկ Պետրոսը նեղվեց այդ հարցի վրա, որ 3 անգամ կրկնվեց։ Այո, ասեց, սիրում եմ քեզ, Տեր։ Ուրեմն գտան Քրիստոսին Անդրեաս եւ Փիլիպոս առաքյալները։ Եվ իրենց կյանքի ընթացքում անընդհատ պահեցին այդ գտածը։ Պահեցին մինչև երբ։ Մինչև իրենց նահատակությունը, որովհետև երկուսն էլ նահատակվեցին։ Երկուսն էլ խաչի վրա նահատակվեցին Քրիստոսի պես, որտեղ Քրիստոսն իրենց սրտերի մեջ էր, որտեղ իրենք չէին կարող այլ ճանապարհով ընթանալ, քան իրենց ուսուցիչ, իրենց վարդապետը, իրենց տերն էր իրենց ցույց տվել։ Որ ճանապարհն էր, խաչի ճամփան էր, ասել ձեր խաչերը պիտի վերցնեք ու գամ իմ ետևից, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Անդրեասը խաչվեց եւ ավանդությունը մեզ ասում է, իրեն խաչեցին ոչ թե ուղիղ խաչի վրա, այլ թեք, բազմապատկման նշանի պես, որը այդ խաչը կոչվեց Անդրեասի խաչ, Անդրեասի անունով։ Փիլիպոսն էլ խաչվեց։ Երկուսն էլ խաչելությամբ չարչարանակից եղան Քրիստոսին եւ Քրիստոսի փառքին փառակից եղան։ Ասում է, եթե իմ չարչարանքներին չարչարակից լինեք, իմ փառքին էլ փառակից պիտի լինեք։ Մեր ազգն էլ սրանից 2000 տարիներ առաջ գտավ Քրիստոսին եւ իր պատմության ընթացքում ընկավ, վեր կացավ, կորցրեց, գտավ եւ այսօր նորից գրեթե կորցրած վիճակի մեջ ենք։ Ինչ պիտի անենք։ Պիտի նորից գտնենք, որ չգտանք կկորչենք, ով Քրիստոսին չի գտնում կորչումը, ուրեմն մենք նորից կարիք ունենք վերագտնելու Քրիստոսին, վերագտնելու մեր հավատքը։ Ես ասեմ, ժողովուրդ ջան, ուրիշ անգամ էլ եմ ասել, օրինակ եմ բերում, ուրեմն մենք մեր ազգի մեծ մասը նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են, չեմ ասում տառաճանաչ են, այլ շատերը տեսակ դիպլոմներ ունեն, 2-3 համալսարան են ավարտել, մագիստրոսի աստիճան ունեն, էլ չեմ ասում արտասահմաններում են ուսում ստացել, բոլորի տներում Աստվածաշունչ կա, Սուրբ Գիրք կա, բայց չեն կարդում։ Բայց ես հիշում եմ, տատիկներիցս մեկը, որ անգրագետ էր, որտեվ երբ որ փոստատարը իր թոշակը բերում էր պիտի ստանար, գրիչը դնում էր ձեռի մեջ, ասես բերում էր այդ տեղին, ասում էր այստեղ մի հատ խաչ արա, որտեվ գրել չգիտեր, իր անունը չգիտեր, ստորագրել չգիտեր։ Այդ տատիկը ինձ պատմում էր պատմություններ երեխա ժամանակ։ Ես չգիտեի ինչա, գիտեի հեքիաթի նման պատմություն է, էլի պատմում էր մարդը, ես էլ լսում էի։ Հետո որ արդեն սկսեցի Աստվածաշունչ կարդալ, տեսա Աստվածաշունչյան պատմություններն է պատմում, Աբրահամի պատմությունն է պատմում, Սոդոմ Գոմորա պատմում, Նոյա պատմում, Հիսուսի առակներից է պատմում։ Մի օր ասեցի, այ տատ, դու գրել կարդալ չգիտես, այդ պատմությունները որտեղից գիտես, ոնց ես կարդացել, ոնց ես իմացել, ինչ ասում, ասում է իմ հայրը, իրենց լեզվով էր ասում, իմ խեր կարդացվոր էր, այսինքն իմ հերը գրագետ էր, կարդալ գիտեր, ասում է, եւ մեր համար երեխա ժամանակ կարդում էր, հիմա այդ իր հերը, որ գրագետ էր, այդ 1900 թվականների սկիզբներն էր, նախասովետական շրջանի կամ սովետի առաջի տարիներ։ Այդ ժամանակ բնականաբար
աշխարհաբար Աստվածաշունչ չկար։ Ուրեմն այդ գյուղացի մարդը գրաբար Աստվածաշունչ էր կարդում եւ իր երեխեքին պատմում էր այդ պատմությունները։ Այսօր մենք մագիստրոսներ, գիտությունների թեկնածուներ, գիտությունների դոկտորներ լինելով, գրագետ մարդիկ լինելով, ամբողջ աշխարհի անցուդարձին ծանոթ լինելով, Աստվածաշունչ չենք կարդում։ Բա կորցրած կլնենք Քրիստոսին։ Բա որտեղ պիտի գտածելնենք Քրիստոսին։ Կորցրել ենք։ Չենք աղոթում։ Չենք կարդում։ Պատարագի չենք գնում։ Եվ որտեղ պիտի գտնենք Քրիստոսին։ Եկեղեցին ասում է արի եւ տես։ Քրիստոսն ասեց արի եւ տես եւ եկան ու տեսան։ Է չի գալիս ժողովուրդը։ Ժողովուրդ եկեք եւ տեսեք Քրիստոսին։ Եկեք եւ ճանաչեք Քրիստոսին։ Սուրբ առաքյալները ինչպես իրեն գնացին եւ տեսան Անդրեասն ու Փիլիպոսը եւ ասեցին բոլորին գտանք, հա, թող բարեխոս լինեն, որ մենք էլ գտնենք ու ամբողջ աշխարհին ասենք գտանք մենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի ամեն։